Նախ կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում բոլորն էլ արժանավոր մարդիկ են, այս կամ այն կերպ այս ընթացքում ծառայություն են մատուցել եւ Հայաստանի Հանրապետությանը եւ ակտիվ ներգրավված են եղել կուսակցական աշխատանքներում։ Ես եւս կուսակցության հիմնադիր անդամ եմ, կուսակցականի կարգավիճակով աշխատել եմ Արմավիրի քաղաքապետ, կարծում եմ վատ չեմ աշխատել որպես Արմավիրի քաղաքապետ, հետո կարճված աշխատել եմ Արմավիրի մարզպետ, հիմա էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում եմ աշխատում։ Սա եւ աշխատանքի գնահատականը կարելի է լինել, համարել եւ նաեւ նախկինում իմ ստանձնած առաջնորդության process-ի շարունակություն, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատվիրակները կուզեն, որ ես լինեմ առաջնորդների այն ցուցակում, ովքեր առաջիկա ազգային ժողովի ընտրություններում կուսակցությանը կառաջնորդեն դեպի հաղթանակի։ Կարծում եմ այդ տրամաբանությամբ ես առնվազն այդ հարցերը բոլորը քննարկման ենթակա հարցեր են, ես չեմ կդժվարանամ հիմա պատասխանել, որովհետև եթե 2 տարի առաջ ասեին օրինակ ես նախարարի կարգավիճակում տեսնում եմ, այդ ժամանակ էլ էլի չէի պատասխանի։ Ոչ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ինքը հետաքրքիր պաշտոն է Հայաստանի Հանրապետության նաեւ ծանր Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքներին եւ ոչ միայն ենթակառուցվածքներին մեր նախարարության համակարգման ոլորտում պետության համար կարևոր բազմաթիվ ոլորտներ են եւ ես ուրախությամբ եմ կատարում իմ աշխատանքը նաեւ այս կարգավիճակով։ Այս նոր ներդրված մեխանիզմները վարակիչ լինի այլ կուսակցությունների։ Գրեթե բացառում եմ, որովհետեւ սա ժողովրդավարության օրինակ է, եթե սա ցանկություն ունենային կուսակցությունները, ապա նախկինում 90-ականներից սկսած դաշտը բաց էր եւ իրեն կարող են այս մեխանիզմը ներդնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցությունների ցուցակ գրել են եւ գրում են 1-2 հոգի մի աշխատասենյակում փակված, ես գրեթե բացառում եմ, որ առնվազն խոշոր կուսակցությունների մասով այսպիսի որոշում կայացնեն, սա քաղաքացիական պայմանագրին բնորոշ որոշում է։ Եվ իմիջիալոց ես կարծում եմ նախորդ շրջանում մեր քաղաքական հաջողությունների զգալի մասը պայմանավորված է եղել այն թափանցիկությամբ, այն ժողովրդավարությամբ եւ թիմը միմյանց հանդեպ այն վստահությամբ, ինչի ականատեսը նաեւ այսօր ենք այս process-ի արդյունքում։ Խայտարակ ձայնագրություններ էր իր բովանդակությամբ խայտարակ, որովհետև 2025 թվականին, 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում կներեք իմ արտահայտության համար, բայց ձայնագրությունից պիտի մեջ բերեմ, հայոյանք դնելով քաղաքացուն ընտրության տանել պարտադրելը, դա սրիկայություն է, ապաքաղաքական է եւ հանցագործություն է եւ դա պետք է արժանանա գնահատականի եւ իրավական եւ քաղաքական։ Տեսել եմ նաեւ այն մեկնաբանությունները, որ ընդդիմադիր դաշտը անում է թե ընդամենը քարոզչական process է եւ մարդկանց քարոզարշավ են արել, ես կարծում եմ, որ այդ ձևի քարոզարշավ, հա, այդ բառապաշարով, այդ մեխանիզմով ձայնագրության մեջ ասում եմ ես կանգնած նայում եմ ով ընտրեց, մի քաղաքացու ասում են կգնաս կընտրես, ես քո հետևից կմտնեմ, կտեսնեմ, օրինակ պարոն Մեխակյանի քվյաթերթիկը կա այդ արկղի աղբարկղի մեջ թե չէ։ Այսին հստակ ուղղորդող process-ը ամենավատ ձևի լկտիությամբ եւ հայոյանքներով ամենված, բայց ես նաեւ ուրախ եմ այն առումով, որ վաղարշապացին մինչեւ ձայնագրություն պետք չէր վաղարշապացուն հասկանալու համար ինչն է ընդդիմության էությունը վաղարշապատում եւ ինքը ընդդիմությանը արժանի պատասխան տվել է եւ հիմա ընդամենը ընդդիմադիրավական ու կարգավիճակով իրենք հնարավորություն ունեն առնչվել համենքային կյանքի հետ, իսկ պատկերացնեք, եթե այդ մարդիկ դառնային իշխանություն։